Հաշվի առնելով, որ պարոն նախագահը արցախցիների մի մասն այլի կազմում որպես արցախցի, մեր նախագահ, մենք այս ընթացքը, այս ձևի հանդիպումը կարևորացնում ենք, առաջերտին միասնություն ցույց տալու, որ Արցախահայությունը մեր ժողովուրդը միասնական են ու այսօրվա կապակցությամբ մեր հանդիպման ընթացքում քննարկել եք հետագա անելիքների, հետագա գործողությունների, թե իրանց կողմից աջակցություն, թե իրանց կողմից խորհուրդները։ Հետագա գործողությունը ինչ է ենթադրում։ Ներկապահին ներկայացրած է Հայաստանի իշխանության մեր կողմից այդ օրակարգի հետ կախված այն կետերը, որ պիտի խմբերը քննարկեն, իրանց կողմից եղել է, որ ներկայացրեք ինչ կետերի շուրջ կամ ինչ բաների շուրջ կոնկրետ քննարկում, մենք դա արդեն ներկայացրել եք, սպասում ենք այսօր վաղը մոտակա ժամանակները արձագանքի, դրա հիման վրա էլ մենք արդեն կհայտարարենք մենք հետագա անելիքների մասին։ Արդյունավետ համարում եք այս հանդիպումը արդյունավետ է։ Արդյունավետ ու շատ կարևոր, որովհետև նորից եմ ասում, տարբեր ժամանակահատվածում, որ մենք ստեղ գտնվելով միշտ խոսում էին, որ նախագահ ուր է, նախագահ չկա, ես ոչ թե ոնց եղավ, պիտի գար, պիտի ներկայացներ ու երևի ժամանակի ընթացքում տարբեր բաների հետ կապված։ Այսինքն չէր անհանգստացնում իրեն այդ հարցը, երբ հասավ Մամեդ Բողոքյանը։ Չէ, բայց մենք տեղում մեր ներկայացուցիչները գնացել հանդիպել են այս մին երկու շաբաթ առաջ։ Այդ կապը բոլորի հետ, մենակ իրանց հետ չէ, թե կարևոր նախագահի հետ կախված է, կապը կար, շփումները կար, ոնց որ բոլորի հետ միասին, որովհետև սա մի խմբի քննարկում չի, մի հարթակի քննարկում չի, մենակ արցախահայության հետ կախված խնդիրների չի, դրա համար բոլորի հետ բանակցություններ, բոլորի հետ բաց, ազատ, թափանցիկ մենք աշխատանքներ ենք իրականացնում։ Կարելի է մինչդեռ որ այս Չէ, ժողովրդի կողմից, որտեղ արձագանքներ կար, հայտարարություններ կար, ես դրա համար անդրադարձա։ պատասխանի նորից թե հարցը պատասխանը Խորհուրդն ունի որոշում, թե առաջարկված վարչապետի առաջարկված, որ եթե չեք ապամոնտաժում, այն առաջարկող 40,000 դրամներն էլ չի տրվելու, եւ դուք այս առաջարկ պահանջը ինչպես եք գնահատում։ Ասեմ, բոլոր այդ ընթացքում եղած բանակցությունների բանը, այդ ներկայացրած ձևաչափերը, դա բանակցային ընթացք է։ Դա ոչ որոշում չկա հələ, այդպես բան չկա։ Դա իրանց կողմից առաջարկ, նախապայման, մեր կողմից հակառակ էլի առաջարկ, էլի խոսքի քննարկում, որ մի ամսվա մեջ մենք չենք եկել ինչ-որ կառուցողական բանի, որ ասում եմ, պայմանավորվածության կամ էլ ինչ-որ արձանագրելու կամ արձագանքելու այդ հարցերի շուրջ, ուրեմն միջև այսօրվա պահը ոչ մի դրական բան չկա։ Դրա համար էս վրանը ստեղ գտնվում է դրա համար, շարունակում է իր պայքարը հենց դրա համար։ Հենց լինի շարունակական մենք արդեն կարձագանքենք, կասենք հաջորդ գործողությունները, բայց մենք երկար ժամանակ էլ չենք կարողանալու այսքան ժողովրդին, որ ասում հագին ժողովուրդ են սպասում այս պատասխանին, ինչ կլինի, ինչ չլինի, մոտակա ժամանակները այն ինչ ներկայացրել եք այսօրվա պահով իշխանությանը իրանք պիտի արձագանքեն, որ հետագա քայլերը արդեն ասենք։ հայտնի է արդեն հանրահավաքի եկել իրենց ուղիղ հարց տվել եք վրանը ինչով է իրենց խանգարում, թե այստեղ տեղադրված է որևէ մեկի ազատ տեղաշարժի իրավունքը չի սահմանափակում, որևէ բան չի ան, վրանի արկայությունը ինչով է իրենց խանգարում եւ վրանն է որ պիտի սկզբնական շրջանում իրենց պատասխանից, որ վրան կառավարություն տենց ձևաչափով չլինի, խոսքի գրասենյակային խոսքի տենց այդ բանով ընթացքում մենք տեսնելով, որ ահագին հանրության կողմից, մեր ժողովրդի կողմից այս վրանը դարձել է մի հատ այն հարթակը, որ ժողովուրդը գալով հարցեր են բարձրաձայնում, այդ ընթացքում իրոք ահագին հարցեր է բարձրաձայնվել, որ այդ հանդիպման ընթացքում եք այդ հարցերն էլ ենք ներկայացրել իշխանությանը, որ ընդհանրապես տեղյակել չենք եղել, որովհետև տարբեր հատվածներում, տարբեր տեղերում մարդիկ տարբեր իրավիճակում են հայտնվում։ Այս վրանի կարևորությունը դրա մեջ ենք մենք կարևորացրել, որ ինքը իր էությունը ոչ մի բանով չի խանգարում։ Նու, ես իմ ամեն մեկի երկար ժամանակ վրանը չի կարող այսպես մնալ, որովհետև արցախցիները ծանր սոցիալական վիճակում են հայտնվում, կառավարության հետ որոշման չեք կարողանում գալ։ Որն է լինելու հաջորդ քայլը, ինչ պետք է անենք, որ արցախցիները դրսում չհայտնվեն, որովհետև արդեն մայիս ամսից ոչ մի աջակցություն չի լինելու, բացառությամբ այն մանր-մունր աջակցությունների, որ անապահով ընտանիքները ստանում են, բայց անապահով ընտանիքներն էլ դիմում են, որ լրացնում են, հայտում, մերժում են։ Բացառությամբ այդ աջակցությունների 40+10 չի լինելու։ Կա կոնկրետ պլան B, որ վրանը
երկար ժամանակ այսպես չլինի եւ կառավարությունը կոնկրետ որոշման գա։ Նորից եմ ասում, բոլոր հետագա պլանները ներկա իրականություն, ներկա այս իրավիճակից մենք դրանից ենք արդեն հետագա պլանները խոսքի ձևավորում կամ ներկայացնում։ Բայց հաշվի առնելով, որ միակողմանի մենք խոսքի գնանք ինչ-որ որոշումներ կամ ինչ-որ քայլերի կողմ, ինչ-որ քայլերի, ես գիտեմ թե որ հանրության համար պիտի լինի պարզ, հանրությունը ժողովուրդը պիտի հասկանա այնքան ներկայացրած ձևը կամ այդ մատուցելի ձևը, որ մարդկանց մեջ հարց չծագի։ Հավաք նախատեսվում է։ Հավաք նախատեսվել է խոսքի, ինքը չի հավաքի բանը չի փակված, բայց այսօրվա իրավիճակում մենք պիտի հասկանանք այդ հավաքը վաղվա օրը ինչ ձևաչափով կամ ինչ օրակարգով կամ ինչ բանով պիտի լինի։ Սամվել Բաբայանը ինչու չի այցելում անձամբ ձեզ մոտ, որ այսօր պարոն Շահրամանյանը այցելեց, ինչու ձեր հետ քննարկումների մեջ չէ, որովհետև նա Արցախում եւ Արցախից դուրս գալուց հետո ասաց, որ եթե ես լինեի իշխանության ղեկավար, այսպես չէր լինի։ Ես գիտեմ թե պետք չի անդրադառնալ առանձին անձերի հետ կախված։ Չեն գալիս կամ ով չի գալիս, խոսքը հարցը իրանցով է, ես վրանը ստեղ գտնվում, բոլորը սրա տեղը գիտեն, ամեն մեկը իր Ես չեմ ձևաչափում վախել չվախելու, ամեն մարդ իր կողմից, ամեն ներկայացուցիչ իր կողմից այդ հարցերը իրանց ուղղեք, որովհետև մեր ստեղ մեկ օրակարգի հետ կախված են քննարկում անում, մեկ օրակարգի հետ կարանք այդ հարցի պատասխանները տանք։ Եթե իշխանության պահանջով հերթական անգամ փողոց դուրս գան մարդիկ, ինչ-որ քաղաքական ուժերի առաջնորդությամբ, դուք այս վրանի ներկայացուցիչները եւ արցախցիները առաստերը դուրս կգան փողոց եւ պահանջան Փաշինյանի հրաժարականը։ Ես գիտեք ոնց այդ հարցը միշտ տալիս եմ։ Փաշինյանի հրաժարական չէ, տարբեր տեղերով խոսքի ամեն մեկը իր տեսակետով։ Ես նորից եմ ասում, կա խնդիրներ, այսօրվա իրավիճակում մենք հայտնվել ենք այս իրավիճակում։ Մենք այս օրակարգի շուրջ ենք մեր պահանջը ներկայացրել։ Ասեմ, ներկա իշխանությունը որպես պատասխանատու պիտի այս հարցերի հիմնավորած պատասխանների ներկայացնի, չէ՞։ Հիմի դուք ընձևի հարց եք տալիս խոսքի, որ ուզում եք լսեք այդ բառացիորեն այո կամ ոչ, չէ՞։ Մենք ժողովրդի մի մասն ենք։ Ժողովուրդը հանրությունը ամեն տեղ ինչ պայքար լինի, մենք լինելու ենք առաջնագծում, որովհետև այստեղ հարցը որ վերցնում ենք խոսքի այդ օրակարգի մեջ էլ կամ այդ քաղաքական ուժերի կամ ընդհանուր այս իրավիճակում գտնվելու բոլոր հարցերը շատ ծանր են։ Հարց դնելով խոսքի հրաժարական կամ հրաժարական չնելու, դա միասնական ամբողջ միազգովի պիտի գնանք խոսքի այդ պահանջատերը լինելու։ Ուզում եք հասկանալ Փաշինյանի կառավարությունը որպես Արցախը հանձնած եւ ձեզ տնավեր դարձած կառավարություն պատասխանատու է, պետք է պատասխան կրի։ Գոնե այսօրվա պատասխանատու ներկա իշխանությունն է, բոլորը պիտի պատասխանեն այդ հարցը։ Если ներկա իշխանությունը ինքը պատասխանատուն է, բա ինչի համար ենք ստեղ, ինչի համար եք այդ պահանջները։ Արցախի իշխանությունները նույնպես պատասխանատու են, բայց Արցախի իշխանությունը խոսքի ամբողջովին ժողովրդի հետ միասին այսօրվա իրավիճակում նախագահ այստեղ ներկայանալը կամ էլ իր աջակցությունը ներկայացնելը դա արդեն պատասխան է, որ ինքը չի առանձնանում։ Ինչ պատասխանատվություն ունի պարոն Իսելյան, քանի որ Հայաստանի իշխանությունները մասնավորապես մեղադրում են ընդդիմությանը, որ ողջունեցին Սամվել Շահրամանյանի նախագահ ընդունել Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ որ ամեն ինչ տեղի ունեցավ ընդդիմության ծափողությունների ներքո։ Նայեք, հաշվի առնելով, որ բոլոր այդ հարցերը այնքան խորքային բովանդակություն ունեն, որ հասարակ արցախցու տենց հարցեր տալով, ես կարողա ոչ լավ տիրապետելով այն խորքային մանրամասները, ես կսահմանափակեմ խոսքի արձագանքներ ներկայացնելու համար, որովհետև այսօրվա իրավիճակում մենք ստեղ գտնելու, մենք ունենք մեր օրակարգը, ամեն մարդ, ամեն ներկայացուցիչ, ամեն ղեկավար, որտեղ ինչ բաստողումներ արել, թող իրանք այդ պատասխանատվությունը համ կարեն արդարացնեն, համ կարեն ամրագրեն, որ բոլորը հանրության համար լինի հասանելի։ Ես կխնդրեի վերջի, որովհետև մենք քննարկում ունենք։ Իշխանությունները ավելի շատ էին անհանգստացած, երբ որ սկզբնական շրջանում շտաբ վրանը տեղադրվեց, հիմա ոնց որ այդ անհանգստությունը քչացել է, ինչ հետ է դա կապված, կարող է ձեր այդ հանդիպումներով ինչ-որ մեսիջներ են փոխանցել ձեզ։ Նմանատիպ խոսքի, որ բողոքի ակցիա է լինում կամ հանրահավաքներ է լինում,
միշտ սկզբնական շրջանում տենց այնում, բայց իրանց կողմից, որ իրանց պատրաստականությունն են հայտնել բանակցել այս հարցերի շուրջ քննարկումներ, որոշումներ կայացնելու համար, մեր կողմից էլ եղել է արձագանք, որ մենք էլ ենք պատրաստ քննարկել, աջակցել։ Այս ժամանակահատվածը դրա վրա ենք աշխատում։ Հիմի որ եկել եմ այդ ձեր ասած երկարացել է ժամանակը կամ էլ ինչ որ մենք էլ ենք այդ նույն իրավիճակում, որ մենք էլ պիտի որոշում կայացնենք, ոնց որ էլ իրանք։ Այստեղ պիտի կառուցողական բան լինի, կառուցողական մոտեցում լինի։ Ես մի քանի օր առաջ ասել եմ, այն տպավորությունն է տալիս, որ իշխանության կողմից այն փաթեթը, որ ներկայացրել են, դա բանի ձևաչափ է, ստեղից ժողովուրդը որ դուրս գալու։ Մերն էլ ստեղ ժողովուրդը մնալու համար։ Դրա համար մենք ուզում ենք գանք մի հատ համաձայնության, որ միասնական հասկացողությունը այդ որոշումները կայացնենք։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ձայնին, որոշմանը, հայտարարությանը այսօր հազարավոր արցախցիներ են սպասում։ Հիմնական ուղերձը խորհրդի այսօր ինչ ունեք ասելու այդ ձեր խոսքի որոշմանը սպասող հազարավոր արցախցիների։ Հազարավոր արցախցիներից մի մասն էլ մենք ենք, որ ստեղ գտնվում ենք, դա պատասխանը նրան է, որ մենք շարունակում ենք այդ պայքարը, մինչև այդ հազարավոր արցախցիների մեր հետ էլ միասին դրական պատասխաններ չստանանք։